Ողջունում եմ ձեզ սիրելի ընկերներ, այսօր ցանկանում եմ միասին քննարկենք նոր բանակից թռնելու օրենքը, որ հնարավորություն է տալիս գումար վճարելու դիմաց, ծառայությունից ազատվել 1 ամիս ընդամենը ծառայել կամ 6 ամիս ծառայել ու ստանալ զինվորական գրքույկ։ Սկզբի համար որեն մեկնաբանություններից խուսափեմ, թե բադու ծառայած ես, չգիտեմ նման բաներ, որ ինչ-որ մարդիկ են գրում, որ ամենայն հավանականությամբ ծառայած չեն, այո, ծառայած եմ, ծառայել եմ Հայաստանի Հանրապետության բանակում, 44 օրյա պատերազմին էլ կամավոր մասնակցել եմ։ Այսպիսով, սկսենք։ Շատ մտահոգիչ լուրով եմ ես սկսելու, որ ուրեմն տարեսկզբից սկսած նոր լուրը տեսա, որ մենք արդեն ունենք ոչ մարտական պայմաններում 7 զոհ զինված ուժերում, որը չափազանց մտահոգիչ է, եթե վերցնենք նախորդ տարիների տվյալները, ապա մի քանի 100 այդպիսի դեպքեր կգտնենք ու զգալի մասը հենց ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում են։ Ուրեմն հիմնական թեզը, որ բերում են իշխանությունները, որ բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են քաղաքացիությունից խուսափելու համար պարտադիր զինվորական ծառայությունից։ Ու այստեղ ինձ մոտ հարց է առաջանում, երևի ձեզ մոտ էլ է հարց առաջանում, իսկ միգուցե խնդիր կա նաև նրանում, որ այսքան ոչ մարտական պայմաններում զոհեր կան։ Իսկ միգուցե խնդիր կա, որ զինված ուժերը թափանցիկ չեն, խնդիր կա, որ այնտեղ կա հենց կոռուպցիան, հովանավորչությունը ու նման բազմաթիվ այլ բաներ ու ելնելու առանց այս ամեն ինչի դեմ պայքարելու փոխարեն մենք ելնում ենք այն կետից, որ խնդիրը կա, խնդիրը լուծելի չի, այնպես որ պետք է խնդիրը օրինականացվի, իսկ կոռուպցիան օրինականացվի։ Հիմա այս համատեքստում ինձ մոտ հարց է առաջանում։ Մենք բոլորս գիտենք, չէ՞, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մեծ կոռուպցիա կա, այնտեղ կոռուպցիա կա, կարող ես կոռուպցիա ստանալ վարորդական իրավունքի վկայական առանց վարել իմանալու։ Իսկ ինչու չենք օրինականացնում դա, այսինքն գնաս փողը մուծես, վարորդական իրավունքը վերցնես։ Ինչու՞մ է խնդիրը։ Կամ օրինակի համար դպրոցի տնօրեն դառնալուց ինչ կոնկուրս, թող գնան, ով շատ փող կտա, նրան դրեք, կամ փող դրեք բան, կամ ընտրություն, ով ընտրություններին շատ փող տա, նա էլ թող ընտրվի։ Ինչու ոչ։ Այսինքն եթե մենք այդ կետից ենք գալիս, որ դե գոնե կոռուպցիայի փոխարեն բյուջե կգնա այդ գումարը, հա օքեյ, այս դեպքում էլ բյուջե կգնա, ինչ խնդիր կա, որ այսպիսով երբ որ մենք խոսում ենք այս օրինագծից, ամենացավալի կետը իմ համար դա այնտեղ է, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, դա սահմանադրական կարգ է, սահմանադրական պարտավորությունը, բոլորս օրենքի առաջ պիտի հավասար լինենք ու այստեղ խախտվում է այդ արժեքը, այդ բազային արժեքը, որ սահմանադրությունը մեզ բոլորիս տալիս է։ Բոլորս չենք ուրեմն հավասար օրենքի առաջ, ուրեմն ով կարող է գումար վճարել, նա օրենքի առաջ ավելի արտոնյալ դիրքում է։ Հիմա այսպեսով, ուրեմն այս խնդիրը ճիշտն ասած մի քիչ ուսումնասիրեցի, փորձեցի գտնել ինչ-որ միջազգային փորձ, օրինակ, որ նմանատիպ չակերտավոր բարեփոխում է իրականացվել աշխարհում, գտա 2 դեպք։ Բայց երկուսն էլ արդի աշխարհից չէին ճիշտն ասած, մեկը 1860-ականներին ուրեմն ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, որ մարդիկ կարող են $300 վճարել, այն ժամանակով $300 հսկայական գումար էր, որ կարող էին իրենց թույլ տալ միայն հարուստները։ Երկրորդ դեպքը ուրեմն մեր թվարկությունից առաջվա դեպք է Համուրապի կանոնները այդ կանոնագրքում է եղել, որ էլի կարող ես գումար վճարելով ազատվել ծառայությունից։ Նման ուրիշ դեպք չկա։ Հիմա այսինքն ԿՊ-ն ի վերջո նորամուծություն մտցրեց, ինքը օրինականացրեց այս կոռուպցիան ու մարդկանց օրենքի առաջ փորձում է ինչ որ ֆինանսական ու սոցիալական այդ ապահովվածության դիրքով սեգրեգացիայի ենթարկել։ Հիմա այս խնդիրը շատ խորքային է, ասեմ ձեզ, ուրեմն որոշ մարդիկ կային, ես նյութ էի տեղադրել հենց իմ էջում, քննադատող այս օրենքը, մարդիկ կային գրում էին, ինչպես ասացի, բա լավ չի, ժամանակին դա կոռուպցիա էր, գնում էր ես իմում գրպանը, հիմա բյուջե գնալու, ոչ հարգելիներս, դա լավ չէ, դա նորմալ չէ, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարում են, ոչ թե այն օրինականացնում են։ Սկսենք այդտեղից, երկրորդը ինչպես ասացի, օրենքի առաջ պետք է բոլորս հավասար լինենք, ու երրորդը սա շատ ավելի խորքային խնդիրների է բերելու, քան մենք առաջին հետքից կարող ենք տեսնել։ Քանի որ վաղը, երբ այն զինվորները, որոնք անապահով ընտանիքներից կամ սովորական ընտանիքներից կգնան ծառայության, իրենք կտեսնեն, որ կան արտոնյալներ այնտեղ, դա իրենց բարոյա լքելու է, սկսենք այդտեղից։ Երկրորդը, էլի անապահով ընտանիքներից երեխաները, ովքեր կտեսնեն, որ փող ունեցողը, ով որ կարող է ապահոված է, կարող է փող վճարելու, ընդամենը 1 ամիս ծառայել, ինքն էլ օրինական այլ ճանապարհներ կփնտրի խուսափելու ու օրինակի համար ինքնավնասման կզբաղվի,
չի գնա ծառայելու, էլի օրենքով կազատվի։ Ու խնդիրը այստեղ այն է, որ եթե որոշակի բարոյական այսպիսի ինչ որ պահող բաներ կան, արգելակներ կան բարոյական, եթե մենք այս օրենքը ընդունում ենք, այդ բարոյական արգելակները վերանում են, այսինքն եթե ժամանակին կամ հիմա էլ ամոթ է չծառայելը բանակից թռնելը, ապա մենք այդ բարոյական սահմանը խախտում ենք, որովհետև մեկ ամիս ծառայած մեկը որն ունի այս նույն զինվորական գրքույկից, կունենա այս նույն զինվորական գրքույկից, մի հատ հպարտությամբ կասի, դա կդառնա այսպես լուքսի, ինչ որ այսպես հպարտության գործիք, որ ինքը կարողացել է 1 ամիս ընդամենը ծառայել, այդքան փող ունի տվել է, մի հատ էլ կասի, հա լավ եմ արել, չեմ ծառայել կամ 1 ամիս եմ ծառայել ու այդ փողն էլ տվել եմ, որ դուք լավ ծառայեք 24 ամիս։ Այսինքն մենք հավասարության նշան ենք դնում 24 ամիս խրամատում իր կյանքը անընդհատ վտանգի ենթարկող զինվորի ու 1 ամիս սանատորիա գնացած ինչ որ զինվորի միջև։ Էլ չասած ուրեմն նրանք նաև ասում են, որ այդ 1 ամիս ծառայացնել է հաշվառվելու պատերազմի պարագային պետք է օգտագործել, իրենք ստում են։ Այդ 1 ամիս ծառայացին դուք տանելու եք, դա վճար է նախ եւ առաջ, դա հենց այդ օրինականացված կոռուպցիան է վճարն է, որ պատերազմի պարագայում էլ իրենց չտանեք, մի հեքիաթներ պատմեք, ու երկրորդն էլ, եթե անգամ դուք տանեք, եթե ընդունենք, որ դուք այդքան ազնիվ եք ու տանելու եք, տանում եք ինչ անեք, թնդանոթի միս եք սարքելու 1 ամիս ծառայած մարդուն, ինչ պետք է նա անի պատերազմի պարագայում։ Սա մեկ այլ հարց։ Այսպիսով իսկ այդ գումարի մասին էլ որ խոսում եք, դա այնքան չնչին գումար է, որ այս բազային սահմանադրական այս հավասարություն, այս արժեքը ոտնահարելու համար ոչ մի բան է, այսինքն մեկ պինակը համազարգային համալիրի ուրեմն հրթիռը բաց աղբյուրներից տեսլեք $20,000 արժի, այսինքն դու $40,000 երկու համազարգային համալիրի հրթիռի գնով մարդկային այս բազային արժեք, այս բարոյական սկզբունք եք ոտնահարում, չի կարելի, որովհետև այդ գումարի անհրաժեշտությունը ես համոզված եմ, որ այդքան խիստ չկա բանակում։ Հիմա այսպիսով, ինչպես ասացի արդեն, բարոյալքման է բերելու բանակում ուրիշ զինվորների անարդարության զգացման բերելու սոցիալական բան է, ավելի մեծ ճեղք է ստեղծելու սոցիալական տարբեր խավերի միջև։ Ուրեմն ինչն է լուծումը։ Նախ եւ առաջ լուծումը այնտեղ է, որ պետք է էլի քանի որ այս տարիներ շարունակ բանակի այսպես կոչեմ դեսակրալիզացման process-ը տեղի ունեցել, քանի որ շատ սակրալ մեր համար արժեք էր բանակը, շատ երկար քարոզներ դրա գնում դեսակրալիզացման ու եկան այս օրենքին, որով ընդհանրապես պետք է բարոյական դարձնել բանակից թռնելը։ Պետք է ասեմ, որ մենք պետք է վերադառնանք այն տեղին, որ բանակից թռնելը դառնա ամոթ։ Իսկ բանակում ծառայելը հպարտության առարկա դառնա։ Պետք է ապահովենք ներառական ծառայություն անգամ որոշակի սահմանափակումներ ունեցող խմբերի համար։ Ես կարող եմ մի սովորական օրինակ բերել, որ օրինակ որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող մարդը կարող է համակարգչի դիմաց օգտագործել իր, չգիտեմ, գիտելիքները, իր ժամանակը, որպեսզի մեդիայում հիբրիդային պատերազմի գործիքների սովորի դրանք կիրառել, ինչ որ մեր քարոզչությունը տարածի տարբեր լեզուներից, կարհեստական բանականությունը երբ գոյություն ունի, քեզ լեզվի իմացություն անգամ անհրաժեշտ չէ, դա քեզ բոլոր գործիքակազմի ամենահասարակն է, օրինակ եմ բերում, թե ինչպես կարող է օգտագործվել մեկ զինվորը որոշակի սահմանափակումներ ունեցող։ Դա արդեն խնդիր է հենց իշխանության լծակներ ունեցողների, ովքեր որ խնդիր են լուծում ու իրոք բարեփոխում են անում, ոչ թե ինչ որ խայտառակ օրենքներ են բերում բարոյականացնող այս խայտառակությունը, հա, ու իդեպ նշեմ, այս բարոյականացում է ամեն ինչի, նաև մի հատ պարզ պատճառ ունի, որ հենց ԿՊ-ի հիմնական քննադատության առիթներից մեկն է դա, որ այնտեղ ահավոր շատ մարդիկ կան, որ բանակից թռած են, բանակում չեն ծառայել ու դրանով էլ իրենց էլ են էլի մաքրում միանգամից։ Էլ ինչ է ասում, ուրեմն զինված մեր զինծառայողներին, ուրեմն զինված ուժերին, պարտադիր զինծառայողներին մենք պետք է սահմանային գոտիներից հանենք ավելի խորքը, նրանք պետք է անընդհատ զբաղվեն պարապմունքներով, նոր բաներ սովորելով, պատրաստվելով, բայց սահմանը պետք է պահեն պրոֆեսիոնալ սահմանապահները, որպես այդ ռեֆորմ նախ կքչացնի հենց մարտական պայմաններում զոհերին, այսինքն սահմանային զոհերի քանակը կքչացնի, քանի որ պրոֆեսիոնալ սահմանապահը հաստատ շատ ավելի պրոֆեսիոնալ, ավելի լավ ծառայություն կվարի, ավելի անվտանգության կանոնները ճիշտ կպահպանի եւ այլն, մեր զինվորների ծնողներն առավել հանգիստ կլինեն գոնե իրենց երեխաների համար, իսկ այդ զինծառայողները արդեն զուտ պատերազմի պայմաններում կներգրավեն հենց ուղակի սահմանային այդ շփման գոտիներում իրենց ծառայությունը։ Ու նաև
պետք է հստակ առավելություններ սահմանել ծառայած մարդկանց համար։ Հստակ առավելություններ, առաջնահերթություններ, ամենահասարակամին բան ասեմ, օրինակ վերին էշելոններում իշխանությունների պաշտոններ զբաղեցնելու իրավունք պետք է ունենան բացառապես ծառայություն անցած մարդիկ, բացառապես ու այլ առողջապահական առավելություններ եւ նման բաներ, որպեսզի մարդկանց համար նաեւ գրավիչ լինի ծառայելը։ Այսպիսով, ինչպես նշեցի արդեն, շատ հնարավորություններ կան դա անելու, պետք է լավ փորձից օգտվել, օրինակի համար Իսրայելի փորձն է շատ հոյակապ փորձ, որ պետք է ուսումնասիրել, տեսնել, թե ինչպես են նրանք կարողացել այդքան հաջող զինված ուժեր ստեղծել, ինչպես են նրանք կարողացել այդ ռեֆորմներն իրականացնել, ոչ թե դուրս գալ այն մտքից, որ եթե կա վատ երևույթ, եթե կա կոռուպցիա, նշանակում է պետքա օրինական երանգ տանք այդ կոռուպցիային։ Դե եկեք ամեն ուրեք, որտեղ կոռուպցիա կա, դե փողով մտցնենք այդ հարցը լուծելը, քանի որ հենց կոռուպցիան աշխատում է այնտեղ, որտեղ պետական համակարգը վատ է աշխատում, դու կոռուպցիան մտցնում ես, որ կոնկրետ քո դեպքում քեզ համար լավ աշխատի։ Դե եկեք մի անգամից փողով դնենք լավ աշխատելը, բոլորս պես իմանանք, որ այդ գնացուցակը այսպեսին է, եթե դու գումարը չես ուզում տալ կամ չես կարող տալ, քո համար այդ համակարգը վատ է աշխատելու, կարող ես տալ, ուրեմն քո համար հոյակապ կաշխատել, շատ սխալ մոտեցում է, սա կարող եմ ասել, որ անբարո մոտեցում է, քանի որ ջնջում է այն բարոյական սահմանը, այն արժեքային սահմանը, որ մեր մեջ դրված կար եւ կա, ու պետք է նշեմ, որ ցանկացած հաջորդ իշխանություն պետք է այս օրենքը չեղարկի, քանի որ ես կասկած ընդհանրապես չունեմ, որ այս օրենքն անցնելու է, եթե բերել են, ուրեմն անցնելու իրենց օդի ջրի նման անհրաժեշտ է այս օրենքը անցկացնել, այս օրենքը նաեւ ես համոզված եմ, որ շատ դուր կգա հարևան պետությունների բռնապետներին, իրենք հաստատ կգովեն իշխանություններին նման խայտարակ օրինագիծ բերելու համար, որը հայոց ուրեմն այդ հասարակական այդ սոլիդարության, հասարակական արժեքների հիմքն է խարխլում։ Ու հա, իսկ հաջորդ իշխանությունները, ցանկացած իշխանություն, որը կգա, նա պարտավորություն պետք է ունենա չեղարկել այս խայտարակ օրենքը։ Այլապես մենք կմտածենք, որ նրանք էլ որևէ տարբերություն չունեն այս ներկայ իշխանությունից, որովհետև արդեն հիմքերը բոլոր բերեցի ինչու։ Այսպիսով երևի այսքանը արդեն կփորձեմ նմանատիպ ֆորմատներով էլ հանդես գալ, որպեսզի իմ կարծիքը արտահայտեմ, որպեսզի իմ կարծիքը լսեք, իմ կարծիքն իմանաք, ոչ միայն շորտսերով կարծիքս իմանաք, որտեղ շորտսերը շատ հաճախ բավական չեն իմ կարծիքը այսպես ազատ ձեր հետ անկաշկանդ կիսելու համար, եթե ձեզ դուր է գալիս այս ֆորմատը, խնդրում եմ տեղյակ պահեք դրա մասին, ու ես ավելի հաճախ ավելի շարունակական կդարձնեմ դրանք։ Շնորհակալ եմ ինձ հետ լինելու համար, շարունակում ենք պայքարել, շարունակում ենք օրենքի շրջանակներում պատրաստվել, կրթվել, իրապես կրթվել ու սպասենք 2026 թվականին։ Լավ եղեք։